օգտագործում արևային էներգիան եւ ինչ կարելի է նաեւ ինչպես կարելի է դա նաեւ օգտագործել որպեսզի մեր պաշտպանական հզորությունը ավելանա նոր կհասկանաք թե այսինքն հայ ժողովրդի այս մեծագույն տաղանդները ինչքան են եւ ինչքան կարելի է դրանցից օգտվել սրան փոխարեն Ալեն Սիմոնյանը պատկերացնում է մենակ մի բան թուրքը գա ինքը իր հետ երևի կանաչի ծախի իրար գնան առնեն, չգիտեմ, էլ ինչ կարող եք առնել ու ծախել։ Էսա է իրանց մակարդակը։ Նաև վտանգավոր բան տեղի ունեցավ օկուպացված Լաչինում, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի այդպես ղեկավարների գագաթաժողովը, այդտեղից եկող հայտարարությունները, խնդրեմ ես ասում ձեր կարծիքը։ Դե, ասում եմ, շարունակում են, նրանք չեն թաքցնում։ Նրանք անում են այն, ինչ որ իրենց շահերից է բխում։ Եվ Թուրքիան եւ Ադրբեջանը եւ նաեւ արդեն Պակիստանը դարձել են իսլամական հանրապետությունների միավորում։ Եվ այդ պարագայում տեսեք, ինչքան կարճ ժամանակահատվածում, դրան գումարեք Իսրայելը։ Իդեպ այդ փաստը նորից ասեմ, 16 թվականից հետո 4-օրյա պատերազմում պարտություն կրելուց հետո Ադրբեջանը ամբողջովին գլխավոր շտաբի ղեկավարությունը հանձնեց Թուրքիային։ 25 բարձրաստիճան թուրք սպա այդ տարիներից սկսած մինչև հավանաբար այսօր շարունակում են կառավարել գլխավոր շտաբը Ադրբեջանի 1 10 իսրայելցի նույնպես բարձրաստիճան մասնագետներ աշխատել են այդ գլխավոր շտաբում շարունակական է հիմա էլ Պակիստանն է օգնել եւ շատ լուրջ ձևով է օգնել զենքի տեսանկյունից որպեսզի նրանք շարունակեն Հայաստանի դեմ այս քաղաքականությունը ինչ է ձեզ պետք որպեսզի դուք համոզվեք որ Սունգայիթից հետո Կիրովաբադից հետո Բաքվից հետո Սաֆարվից հետո պատերազմի այդ վայրագություններից հետո նույն բանը շարունակվելու է երբ որ նրանք նորից արդեն մուտք գործեն Հայաստան որ Արցախի բնակչության ամբողջական ուրեմն էթնիկ զտումից հետո լինելու է Հայաստանի էթնիկ զտումը Ինչ է ձեզ պետք որ դուք դրանում համոզվեք Ոչ թե մենք պատերազմ ենք ուզում հա շատերը հիմա կասեն ինչ եք ուզում բայց խաղաղ չապրենք հա խաղաղ ապրենք բայց միայն այդ խաղաղությունը կլինի այն պարագայում որ Հայաստանը այնպիսի հզորություն ունենա որ թշնամին ռիսկ չանի ձեզ վրա ձեռք բարձրացնի այս սա է ամենագլխավորը թե չէ որ դուք անընդհատ գնաք իրեն աղերսեք ասեք արի ինձ հետ խաղաղ ապրի հակառակն է լինելու Դուք պետք է ուժ ձևավորեք Դուք պետք է ունենաք ձեր իսկապես բարեկամները որոնք ձեզ հետ միասին են բայց դուք պետք է առաջնայինը լինեք Այս սրա մասին է խոսքը այլ ոչ թե նրա մասին թե ասենք թե ինչ ձևով մենք այսօր մուրանք Պակիստանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը առ այսօր եւ նա համարում է մեզ որպես թշնամի Դրա հետ ուրեմն եղբայրություն է անում Ադրբեջանը եւ Թուրքիան Հիմա ինչպես եք պատկերացնում ինչ մտադրություններ նրանք կարող են ունենալ մեր նկատմամբ Եվ նույնը պետք է ասել որ շարունակականը լինելու Իսրայելի հետ իրենց հարաբերությունները Այդ ինչի հենց միանգամից շատ կարճ ժամանակահատվածում Լաչինում եւ Ջեբրայելում իրենք կառուցեցին երկու ուրեմն այդպիսի օդանավակայաններ Ինչն էր պատճառը որովհետեւ Իսրայելին շատ անհրաժեշտ էր ունենալ այնտեղ պլացդարմ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Նույնը պարզ է որ Ադրբեջանը օգտագործելու է Հայաստանի դեմ Այս Հիմա եթե մենք շարունակենք ձեզ ասեմ որ իրենք այս ընթացքում ստեղծեցին մի շարք անալիտիկ խմբեր ինստիտուտ էր գործում քանի անգամ ասել եմ հիմա էլ եմ կրկնում Անկարայում թե Ստամբուլում գործում էր ինստիտուտ որը ամբողջական ինֆորմացիա էր հավաքում Հայաստանի եղած-չեղածի վերաբերյալ շերտավորել էր մեր ամբողջ հանրությունը փորձում էր հասկանալ թե ով ինչ տրամադրություններ ունի Ինչպես կարելի է առանց պատերազմի կլանել Հայաստանը Ինչպես կարելի է մի շարք մարդկանց այն տխմարի նման որ ասել էր ուրեմն թուրքի շուն սարքել սրանց Այս ամբողջը իրենք արել են նախապատրաստած գործողությունները իրականացրել են Մենք էշի ականջում քնած ենք Մենք չունենք անգամ հետազոտական այդպիսի ինստիտուտ Մենք չունենք անալիտիկ խմբեր Մենք չունենք Պաշտպանական են համակարգը, որը որ իսկապես կարող է դիմագրավել։
Մենք իրականում այսօրվա դրությամբ այս ամենը եթե ունենք, բարի եղեք այս ամեն ինչի մասին ասեք։ Ասեք, որ ժողովուրդը իմանա։ Այստեղ գաղտնիք չկա։ Այսօր ամբողջ աշխարհը գիտի ով ինչքան հրթիռ ունի, ինչքան զենք ունի, ինչ պարազինություն ունի, որևէ խնդիր չկա։ Դե ասեք, ներկայացրեք։ Պահեք գաղտնիք այն, ինչ որ կարող է լինել որպես գաղտնի զենք, բայց դա էլ չունեք։ Այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Եվ սпасել ինչ որ մանանայա իջնելու երկնքից չի լինելու։ Քանի դեռ մենք այսպիսի իրավիճակում ենք, քանի դեռ մենք հարմարվում ենք, հաշտվում ենք այսպիսի իշխանության գոյության հետ։ Այս է ամբողջ խնդիրը։